Ավարտելով խոսքս, հարգելի գործընկերներ, կոչ եմ անում կողմ քվեարկել կառավարության նախաձեռնությանը, ավելի լայն քննարկման հնարավորություն կունենան նաև լիագումար նիստերի ընթացքում, շնորհակալ եմ։ Պարոն նախարար, մինչև ձեր կոչը դուք կոչ արեցիք, որպեսզի մեր գործընկերները ունենան հնարավորություն տեսնեն ձեռք բերված այն սպառազինությունը, որը էլի հույս է առաջացնում, դրական լիցքեր է փոխանցում, որովհետև մենք հիմա այս ընթացքում, երբ որ պաշտպանական գերատեսչությունը ստեղծել է այդ հնարավորությունը տեսնել եւ չօգտվել դրանից, պարզապես սխալ կլինի, որովհետև այնտեղ երբ որ գտնվում ես, բոլորի մոտ, ինչ որ ես տեսել եմ, առաջացնում է դրական լիցքեր, որ դու այնուամենայնիվ, եթե սա կարողանում ես ճիշտ կառավարել, դու ունենում ես պաշտպանության լրիվ այլ մակարդակ։ Արժի դա ոչ միայն տեսնել, այլ նաև վստահ լինել, որ այն գումարները, որ ծախսվել են, դրանք առկա են եւ հողի վրա են եւ այդ հնարավորությունը տրված է։ Իհարկե, հիմնականում նաև մեր ռազմաարդյունաբերության ձեռքբերումների մասին։ Չօգտվել սրանից պարզապես կլինի սխալ։ Պարոն Աբրահամյան, ինձ թվում է դուք առաջինը պիտի գնայիք այդտեղ։ Պարոն Աբրահամյան, դա մենակ ձեզ չի վերաբերում, նաև դիրքորոշումներ են եղել, որ ես չեմ դառնա ձեր գովազդի մաս, չգիտեմ։ Ես հրավիրում եմ, հիմա որոշումը ձերն է, կգաք, լավ, չեք գա, էլի լավ։ Լավ, մի հատ չտեսնեք ինչ կա այնտեղ։ Լավ, ինչ որ է։ Փակ հանդիպում արվելու, ոչ մեկ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, քվեարկություն ենք անում։ Լիվարման կարգով մի հարց կարող եմ տալ։ Պարոն Պապիկյանն ասաց, որ օրենքը անհետաձգելի ենք համարում, բայց մենք մեկ լիագումար ունենք մինչև հունվար, եթե ուժի մեջ է մնել մեկ արտերթով ենք երկրորդ անելու, թե 24 ժամով։ Սրա կարևորությունից ելնելով 24 ժամ, շատ լավ։ Հարգելի գործընկերներ, քվեարկում ենք, ովքեր են կողմ, հրատապ ռեժիմով, պարոն նախարար, կառավարության նախաձեռնությունը հրատապ ռեժիմով դրական եզրակացություն ստանալու պարագայում ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ կողմ, Տիկին Գրիգորյան, լիագումար, շատ լավ, դեմ, ձեռնպա չկա, բոլոր կողմ։ Պարոն նախարար, շնորհակալություն, անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Հիմա դուրս է գալու պարոն Պապիկյանը, դուք վաղուց իրար ճանաչում եք, կարող եք շփվել։ Պարոն Պապիկյան, տեսեք, հիմա չեմ թողելու, որ դուք հասցնեք բանել։ Հարգելի գործընկերներ, արդեն կգնանք հաջորդ հարցը։ Տիկին Յարմալյան, դուք շարունակում եք խանգարել մեզ։ Նստեք ձեր տեղը։ Մի խանգարեք մեր գործընկերների, որպեսզի կենտրոնանան։ Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին։ Հիմնական զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն է ներկայացում նշված օրենքում փոփոխություններ